Մարդ, որը եկել է իշխանության, մնացել է իշխանության արյան միջոցով, անընդհատ փորձում է եւ խնդիր ունի, նա ուզում է, որ արյուն թափվի, որպեսզի այն խարանը, որը կա իր վրա, լինի նաեւ այս գործող իշխանության վրա, քաղաքացիների արյունն է թափվում, ինչ որ բախումների միջոցով, բախումների, մարտի 1-ը հիշենք, հա, ինքը շատ է ուզում, որ այս իշխանության վրա այդ խարանը եւս լինի։ Եվ ես հույս ունեմ, որ այս իշխանությունը շատ լավ դա գիտակցում է եւ ամեն ինչ կանի, որպես այդ սցենարից խուսափի։ Սա է խնդիրը։ Իսկ կաթողիկոսը ամեն դեպքում այնքան խոհեմ կգտնվի, որ ինչ որ պահի կոպիտ ասած, ինչպես հաճախ լսում ենք անցնցում, այդ պահը վաղուց հասունացել է։ Եթե Գարեգին Բ կամ Կտրիչ Ներսիսյանը ինձ համար տարբերություն չկա, լիներ խոհեմ, եթե ինքը իրոք մտածեր Հայաստանի Հանրապետության շահերի մասին, ինքը վաղուց այդ հրաժարականը այդ քայլի կգնար, որովհետև դա է պահանջում մեր երկրի շահերը, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, ոչ թե քաղաքացիական պայմանագրել մեր երկրի, սա շատ կարևոր է։ Ես որպես քաղաքացի եմ դա ասում, ես դա այդպես եմ տեսնում։ Եթե նա միջև այսօր դա չի արել, ուրեմն ինքը այդ խոհեմությունը առնվազն չունի։